Տիգին Ղազանձերը վերջին հարցներ։ Իհարկե։ Պարոն Պողոսյան, մի հարց ունեմ, քանի որ գործընկերներից մեկը չեմ հիշում հիմա նշեց, որ ի վերջո դու գնալու եք այն ճանապարհով, որ մի օր կաթողիկոսին ձերբակալելու եք եւ այլն, այսպես ինչ որ մի արտահայտություն հնչեց, ես ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ Կալանքի միջնորդությունն է ներկայացվել նաեւ կաթողիկոսի եղբոր եւ եղբոր որդու վերաբերյալ եւ հիշեցնեմ դեպքը վարույթը նախաձեռնվել է նախընտրական քարոզչությանը միջամտելու հիմքով եւ դրա հիմքով է վարույթ նախաձեռնվել եւ լրատվականներում հայտնվել էր տեսագրություն եւ այսպիսի գուցե թույր կարծիք կա, որ շատ հանգիստ խոսակցություն էր, ինչից ելնելով է քննչական կոմիտեն Կալանքի միջնորդություն ներկայացրել։ Ես կուզենայի, եթե նախաքննությանը չխանգարող հանգամանքներ կան, որոնք կարող եք բացահայտ ասել, նշեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ մենք հաղորդումը ստացել ենք, վարույթը նախաձեռնվել է, ունեցել ենք բավարար փաստեր, ապացույցներ, որոնք վկայել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հանցակազմի առկայության մասին եւ գնացել ենք համապատասխան անձանց կարգավիճակներ տալու, բայց դե խնդիրը հետեւյալն է, ես հասկանում եմ, որ հիմա տեսագրությունը հրապարակվել, որտեղ ձայն չի լսվում։ Այդ տեսագրությունը նաեւ մեր տրամադրության տակ է, բայց այստեղ եթե խոսք լիներ օրինակ սպանություն կատարելու մասին եւ երևար, որ երկու հոգի իրար հետ խոսում են, ինչ որ եւ այն մեկը ազատ իր ոտքով գնում է, կարանք ասենք, որ սա հերքում է այս հանցակազմը, բայց ախր այդ տեսագրությամբ հերքելը, որ նախընտրական քարոզչությանը խոչընդոտել են, սա կարծում եմ լուրջ չի։ Ավելին, նույնիսկ հաստատում է։ Ըստ մեզ, նույնիսկ հաստատում է, որ անձի հետ խոսակցություն են ունում եւ այդ խոսակցության բովանդակությունը մեզ ասում է այն անձը, ում որ հարցաքննել ենք։ Որ այդտեղ պաստառներ պետք է չխփեք, որ գնացեք սրա օգտին քարոզություն, ես ոչի խոսակցություն։ Հիմա այդ տեսագրությամբ փորձում են, ես նորից եմ կրկնում, անձինք թող պաշտպանվեն, այո, ցանկացած փաստաբան եւ պաշտպան առավել եւս չի կարող հայտարարել իր պաշտպանյալի մեղավորության մասին։ Սա փաստաբանի վարքագծի կանոնների խախտում է։ Հակառակը պետք է անընդհատ ասի, որ անմեղ դա իրենց իրավունքն է, բայց մեր իրավունքն է եւ պարտականությունը նաեւ հանցագործությունը բացահայտել, որը որ հույս ունեմ, որ մենք հաջողությամբ իրականացրել ենք այդ դեպքում։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ հորդորել այս ընթացքում որևիցե անձանց ձեռնպահ մնան հակաօրինական վարքագծից անկախ նրանից, թե այդ գյուղում, համայնքում իրանք ինչ կարգավիճակ ունեն, նախկինում ինչ բարքեր են ունեցել եւ սա բոլորի սեփականությունն է, սա մեր համայնքն է, չի կարա համայնքը լինի իրանց կալվածքը, չի կարա նման մտածելակերպ ունենա, այդ մտածելակերպն է բերում, որ նման վարքագիծ են դրսևորում։ Օգտվելով առիթից հորդորում եմ, որ զերծ մնան հակաօրինական վարքագծից, որ հետո չասեն, ինչի գնացին խափան միջոցների Կալանքի։ Արձագանքում եք, արձագանք չկա, շնորհակալություն պարոն Պողոսյան, հարգելի գործընկերներ, 2026 թվականի բյուջետային հայտը հակակոռուպցիոն կոմիտեի մասով ներկայացնելու համար խոսքը փոխանցում են կոմիտեի նախագահ պարոն Նահապետյանին։